հարցում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո պարոն վարչապետ, դուք հրապարակայնորեն հանդես եք եկել վեհարանը կուսակրոնության եւ ոչ միայն կուսակրոնության իհարկե ուխտը խախտողից ազատելու կոչով, բերելով իհարկե համոզիչ հիմնավորումներով դա ամրապնդելով, հաշվի առնելով որոշ եկեղեցիականների կողմից տարիներով իրենց համար ապօրինի ինդուլգենցիա ստեղծելը եւ իհարկե աջակցելով այս գաղափարին, ես ուզում եի ճշտել, ինչպես եք պատկերացնում իրականացնել այս պրոցեսը, այսինքն ինչպես եք պատկերացնում գործընթացը այս։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ։ Ես հարցը պատկերացնում եմ հետևյալ կերպ։ Նախ մայր աթոռում պիտի գտնվեն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում Աստծո օրհնությամբ։ Հայ առաքելական եկեղեցին իր կանոններում հստակ սահմանել է, թե ինչպես է Աստծո օրհնության հավաստումը, եթե կարող ենք այդպես ասել, տեղի ունենում։ Ես էլի ուզում եմ ձեզ հետևյալը մեջբերել, որ յուրաքանչյուր կուսակրոն հոգևորական կուսակրոնությունը ստանձնում է խորանի առաջ ծնկաչոք ստանձնած հետևյալ ուխտով։ Մեջբերում եմ ուխտը։ Հիմա եթե Կտրիչ Ներսիսյանի պարագայում ասենք, այդ ուխտը բառացիորեն հնչել է հետևյալ կերպ եւ ստորագրվել է։ Ես Տեր Գարեգին Աբեղա Ներսիսյանս օրհնությամբ Աստծո եւ կամոքն ազգիս հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման Սուրբ Սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ։ Խոսքը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի մասին է։ Առաջին, սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս, հավատով ու նվիրումով ծառայել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին եւ հայ ժողովրդին։ Երկրորդ, անաղարտորեն պահել ուղղափառ հայրերից մեզ ավանդված դավանությունը, պահել եւ ուսուցանել այն մեր եկեղեցու ավանդական հավատքի համաձայն։ Երրորդ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան մնալ մինչև իմ կյանքի վախճանը, սրբությամբ պահել ժուժկալության, կամավոր աղքատասիրության, կրոնավորության, ողջախոհության եւ հնազանդության հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը եւ մնալ Սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ։ Ապրել առաքինի կյանքով ու պարգև վարքով, անձնուրաց կատարել եկեղեցական պաշտամունքները, ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները, տևապես հետամուտ լինել իմ հոգևոր կյանքի զարգացմանն ու նվիրվել գիտական, գրական եւ կրթական աշխատանքներին, որքան ներեն իմ կարողությունները։ 5. Լինել հնազանդ ամենայն հայոց հայրապետի հրամաններին, ինձ վստահված պաշտոնները եւ աշխատանքները կատարել սիրով եւ եռանդով։ Որպես երաշխավորություն իմ այս խոստումների ստորագրում եմ սույն ուխտագիրը։ Այսինքն հիմա ինչպես ակնհայտ է, Կտրիչ Ներսիսյանը իր իսկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ինձ ստանձնած եւ ստորագրած ուխտը խախտել է։ Հասկանում եք, նա սա նշանակում է, որ վեհարանում նրա մնալու ամեն օրը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդները, կանոնները, որոնց հղում է արվում այստեղ։ Որ արձագանքեք, շարունակություն եք ասում։ Արձագանք։ Խնդրում եմ շարունակել, միջելոց երթումից դուրս է գալի, որ միայն կուսակրոնությունը չի, որ խախտվում այս ուխտում, այլև ժուժկալության եւ աղքատասիրության ուխտն էլ որ շատ մանրամասն խախտում է, բայց շարունակել։ Չէ, էլի բաներ կան, ես հիմա այդքան ժամանակն էլ քիչ է չվերլուծեմ, բայց
ասենք առնվազն մի քանի կետ, բայց ես ուզում եմ ուրիշ բանի վրա էլ ուշադրություն դարձնել, որ օրինակ կարող եմ մեջ բերել մեր կանոնագրքի առաքելական երկրորդ կանոնների կանոն իգն, որտեղ ասվում է. Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարկավակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանձության կամ գողության մեջ բռնեն, կարգալույծ լինեն։ Այսինքն սա հստակ կանոնը, հասկանում եք, եւ անխուսափելի։ Հիմա կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հայրապետը չի այդ իմ նշած փաստերի բերումով եւ նրա այնտեղ մնալու ամեն օրը, ամեն վայրկյանը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, հեղինակությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ, որ մենք հայ առաքելական եկեղեցու հոգեվոր հոտը քրիստոնեական մեթոդներով պետքա ուղղակի բոլոր սրբապիղծներին դուրս տնի մայրաթորից, տենց եմ պատկերացնում, սիրով քրիստոնեաբար, բայց հետևողական։